Հաշվառման քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի գործնական քննությունների գործընթացում ներդրվել են նոր տեխնոլոգիական լուծումներ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում քննական թեթև մարդատար ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով, գործընթացի թափանցիկությունը ու վերահսկողությունը բարձրացնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության կառավարության 385N որոշման պահանջը կատարելու, ինչպես նաև բնակչության շրջանում տարածված ոչ հավաստի տարատեսակ խոսակցություններին վերջ դնելու նպատակով սկսվել է գործընթաց հաշվառման քննական ստորաբաժանումների տրանսպորտային միջոցներում տեսանկարահանման սարքերով կահավորման։ Այս պահի դրությամբ արդեն իսկ ավարտվել է ամբողջովին բոլոր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներում տեսանկարահանման սարքերի կահավորումը, թվով 28 տրանսպորտային միջոցում կահավորվել է տեսախցիկներով, յուրաքանչյուրում 3 ուղղություններով՝ առջևի, ետևի եւ սրահի։ Սա նկարում է դիմացը եւ այս հատվածը, այս մեր ուղևորը եւ վարորդը նստում է եւ ունենք հետևը տեղադրած, հետևի ապակում տեղադրած է, դա հետևի մասն է նկարում ամբողջությամբ։ Տեսաձայնագրող սարքերը ֆիքսում են քննության ողջ ընթացքը, սկսած մեքենա նստելու պահից մինչև երթուղու ավարտը։ Սա հնարավորություն է տալիս հետագայում վերանայել քննության ընթացքը եւ օգտագործել այն վիճահարույց դեպքերի ժամանակ։ Քաղաքացին կարող է 30 օրվա ընթացքում բողոք ներկայացնել վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով։ Տեսախցիկների կահավորումը թույլ է տվել թե քաղաքացիներին, ովքեր հանձնում են գործնական քննություններ, եւ թե գլխավոր մասնագետներին, որոնք ընդունում են քննությունները, իրենց գործողություններում լինել ավելի զգոն եւ զուսպ, ինչպես նաեւ տեսախցիկների միջոցով կատարված տեսանյութերը կարող են օգտագործվել դատական կամ վարչական կարգով բողոքարկումների վարույթներում։ Տեսախցիկների առկայությունը եւ այն հանգամանքը, որ թե քաղաքացին եւ թե գլխավոր մասնագետը քաջատեղյակ է, որ տեսանյութը կարող է օգտագործվել որպես ապացույց հետագայում վարչական կամ դատական կարգով բողոքարկումների վարույթով, արդեն իսկ ստիպում է քաղաքացուն եւ գլխավոր մասնագետին լինել ավելի զուսպ իր գործողություններում։ Քաղաքացիներից տեսախցիկների համալրման մասով ստացել ենք միմիայն դրական արձագանքներ։ Տեսագրություններին հասանելիություն ունեն հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչությունը, ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը, ինչպես նաեւ որակի վերահսկողության վարչությունը։ Քաղաքացիները վարորդական իրավունք ստանալու գործնական քննությանը կարող են մասնակցել տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո։ Գործնական քննությունը բաղկացած է 11 վարժությունից, որոնցից առնվազն 10-ը պետք է կատարվեն ճիշտ, ընդ որում չի թույլատրվում կատարել որևէ օրենսդրական խախտում։ Միաժամանակ քաղաքացիներին նախապես տեղեկացվում է, որ քննության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է։ Բարև ձեզ, աղավնի։ Ուրեմն ես ներկայանամ Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի գլխավոր մասնագետ Ադամյան Արտակ։ Այսօր ձեր քննությունը ես եմ ընդունելու։ Ուրեմն ցանկանում եմ ձեզ տեղեկացնեմ, որ դուք կատարելու եք 11 վարժություններ։ Այս վարժություններից ձեզ թույլատրելի է միայն մեկը սխալվել։ Մնացած վարժությունները պետք է աշխատեք ճիշտ կատարել։ Իսկ ճանապարհային երթևեկության կանոններից օրենսդրական խախտում պետք է ոչ մի հատ չկատարենք։ Ես ձեզ հորդորում եմ, որ ես ձեր հետ լինելու եմ շատ բարեհամբույր, նորմալ, պետք է չլարվեք, ամենակարևորը, եւ ձեզ տեղեկացնեմ, որ ամբողջ ընթացքը տեսաձայնագրվելու է։ Տեսախցիկների առկայությունը բացարձակապես չի խանգարում քննություն հանձնողին։ Մենք քաղաքացիներին ի սկզբանե քննությունից առաջ բացատրում ենք իրենց պարտականությունները, բացատրում ենք, որ մեքենաների մեջ տեսախցիկներ են տեղադրած, որպեսզի իրենք չլարվեն, որպեսզի իրենք կարողանան իրենց հմտությունները ավելի լավ ցուցադրեն, մեր ներկայությունը հոգեբանորեն ստեղծում ենք այնպիսի մթնոլորտ, որպեսզի այդ մարդիկ ված չզգան, չլարվեն, որտեղ կան մարդիկ, որ մեր ներկայությունից լարվում են։ Աղավնին գործնական քննությունը հանձնել է 3-րդ փորձից։ Նրան չի կաշկանդել այն հանգամանքը, որ մեքենան համալրված է տեսախցիկներով։ Բնականաբար քննությունից առաջ կար մի փոքր լարվածություն, անհանգստություն, չհաջողելու վախ, բայց ամեն ինչ բավականին հաջող ստացվեց, հենց երթևեկությունը սկսելուց անմիջապես հետո կորչում են բոլոր վախերն ու լարվածությունը։ Շատ ավելի լավ, որ քննության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է, ուստի ապահովում են բավականին
անաչառ ընթացք քննության համար։ Տեխնոլոգիական այս լուծումները միտված են ապահովելու առավել թափանցիկ եւ արդար գործընթաց, բարձրացնելով վարորդական քննությունների նկատմամբ հանրային վստահությունը։ Թագուհի Մանուկյան, Տիգրան Ղուկասյան, Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։